Ես ուզում եմ ասել, որ արդեն մոտ 1 ամիսը երևի մի քիչ ավելի լավ չեմ հիշում, որ մեր կուսակցությունը ստացել է պետական գրանցում, միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, ինչի մասին պարոն Ասլանյանը ազգային ժողովում հանդես եկավ հայտարարությամբ, եւ մենք արդեն կարող ենք մասնակցել ընտրություններին, կարող ենք չմասնակցել, կախված մեր կոչված տրամադրություններից, ցանկություններից եւ հնարավորություններից, բայց մենք որոշում ունենք, որ մասնակցելու ենք առաջիկա ազգային ժողովի ընտրություններին, ձևաչափի մասին դեռ հստակ որոշում չունենք, մենք բանակցում ենք որոշ կուսակցությունների հետ եւ եթե գտնվեն համագործակցության եզրեր, ապա մենք նախընտրում ենք ընտրություններին գնալ, այսպես կոչված, այլ կուսակցությունների հետ միասնական դաշինքով, բայց ոչ դաշինքային տրամաբանությամբ, բայց ոչ դաշինքով, այլ մեկ կուսակցական ցուցակով, որպեսզի կարողանանք ավելի հեշտությամբ հաղթահարել շեմը խորհրդարանում հայտնվելու, ինչպես գիտեք, դաշինքների դեպքում 8%, հետո ավել տոկոս, իսկ կուսակցական ցուցակների դեպքում 4%։ Նախ միջև խոսքը սկսել, հիմնական խոսքը սկսել նաև, ես ուզում եմ ասել, որ մաս կուսակցության վարչության անունից մենք ցավակցում ենք Իրանի եղբայրական ժողովրդին կրած կորուստների համար, անվերապահ դատապարտում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի բարբարոսական հակամարտկային գործողությունները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, վստահ ենք, որ Իրանի Իսլամական եղբայրական եւ հերոսական ժողովուրդը պատվով դուրս կգա այս արհավիրքից։